Բարև ձեզ, եթերում ուրբաթ օրով հաղորդաշարն է, ես Լուսինեն եմ, այսօր քննարկելու ենք ինչ է հայրենիքը և երբ է երիտասարդը սիրում այն, և այս թեմայով խոսելու համար այսօր մեր տաղավարում է Տաթև Անտոնյանը Մովսես գյուղից։ Բարև Տաթև։ Բարև Լուսինե։ Ինչպես նշեցի, այսօրվա թեման է ինչ է հայրենիքը և երբ է երիտասարդը սիրում այն։ Սկսենք ինչ է հայրենիքը։ Հայրենիքը այն միջավայրն է, որտեղ որ մենք ծնվում և մեծանում ենք և համարում ենք մերը։ Շատ լավ, ես էլ եմ քո կարծիքին։ Հետևաբար գալիս է հաջորդ հարցը. երբ է երիտասարդը սիրում այն։ Հայրենիքը սիրելու համար պետք է հասկանալ հայրենիքին։ Ինչ է հասկանալը և ինչպես հասկանալ նրան։ Պետք է հնարավորինս փորձել ճանաչել։ Ես կարծում եմ, որ մենք երիտասարդներս այդքան էլ ուշադիր չենք մեր միջավայրի նկատմամբ, և հնարավոր է մենք ավելի շատ տեղեկություն գիտենք Փարիզի մասին, քան այն գյուղի, որտեղ բնակվում ենք։ Այո, իրավացի ես։ Հնարավոր է Փարիզի մասին տեղեկանալ դասագրքերից, բայց մեր գյուղի մասին ոչ։ Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Երիտասարդի հետաքրքրասիրությունը չի թեքվում դեպի հայրենիքը, այսինքն ծննդավայրը։ Գիտես Լուսինե, մենք մեր գյուղի մասին առաջին տեղեկությունները լսում ենք մեր տան անդամներից, տատիկ-պապիկներից։ Այո, այդպես է, բայց այդ աղբյուրները համարվում են ոչ պրոֆեսիոնալ։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք բավարար չափով չենք ուսումնասիրում մեր ծննդավայրը։ Դա գալիս է նրանից, որ մենք առաջին հայացքից բախվելով գյուղի խնդրահարույց կենցաղին չենք նկատում այն դրական կողմերը, որոնք շրջապատում են մեզ։ Երևի թե պետք է ավելի շրջահայաց լինել և նկատել նաև խնդիրներից այն կողմ։ Այո, գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։